Պարոն Խանդարյան, ընդդիմադիրները հեգնում, ծաղրում եւ շնորհակալություն։ Ընդդիմադիրներն ասում են անորակ ցորեն են բերել Ադրբեջանի ճանապարհով։ Այդ բանն Ճիշտ է, առաջի անգամ եմ լսում, դա իհարկե զվարճալի է, որ լաբորատոր փորձաքննության են արդեն ենթարկել ցորենը եւ ես եզրահանգման եկել, ես եթե չեմ սխալվում, 3 ղազախական կողմը ներկայացրել էր ինչ ցորեն է արտահանել դեպի Հայաստան եւ ըստ էության դա ցորեն է, որը օգտագործվում է արտադրության մեջ, հացի արտադրության մեջ եւ այլն, ես չեմ կարող մասնագիտական գնահատական տալ, բայց ակնհայտորեն այդ ընդդիմության լաբորատոր փորձաքննության եզրահանգումները նեն արժանի ծաղրի եւ կամարյանքի։ Նոր փոխնախարարը բայց չհերքեց, որ 4-րդ կարգի ցորեն է, անասնագերի համար է, էկոնոմիկայի փոխնախարարը քիչ առաջ մեր հետ զրույցում։ Ես ճիշտ ասած պետք է լսեմ էկոնոմիկայի փոխնախարարի ասածը, որպեսզի կարողանամ մեկնաբանել։ Ես ցորենի մասնագետ չեմ, ինչպես գիտեք, եւ հատկապես նոր եկած ցորենի վերաբերյալ չեմ կարող ասել։ Վստահ չեմ, ասում եմ, ղազախական կողմը մեկնաբանություն էր տվել, որը նշում էր նաեւ, որ դա հնարավոր է, այսինքն օգտագործելի է տարբեր արտադրության համար, հացամթերքի արտադրության համար։ Ինչու օրինակ չեն փորձել գոնե առաջին կարգ կամ երկրորդ կարգ, այսինքն որպեսզի այս աղմուկը չլինի, ինչու հենց այսինքն նաև ցորենի կարիքը կա, դրա համար են։ Հարգելի գործընկերներ, ես կան կարիքներ, ես ենթադրում եմ, որ Հայաստանը իր տարբեր կարիքների համար, այս խոսակցությունը ճիշտ ասած իմ համար շատ նոր եւ անակնկալ է, դրա համար չեմ կարողանում շատ հստակ բեկրաբանել ձեր հարցերին, այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետությունը ունի կարիքներ եւ ըստ իր կարիքների է ներկրում ապրանքներ, հատկապես այդպիսի կարեւորության ապրանքներ, եւ ես ենթադրում եմ ղազախական կողմի հետ բանակցություններում պայմանավորվածություն է ձեռք բերել, թե ինչ կարգի եւ ինչ նպատակով օգտագործելու ցորեն բերել։ Սամվել ընկերությունն է դա ներկրել։ Չեմ կարող ասել ճիշտ ասած։ Հա դուք ամեն ինչ գիտեք, ես չեպազրույցի համեցեք, ցորենն էլ արտաքին։ Բավական ուշագրավ այնպես հայտարարություններ էր, մասնավորապես, որ Նիկոլ Փաշինյանը միջ պատերազմը խոստացել է լուծել Ղարաբաղի հարցը, անցած հարցը, բայց հետո փոշմանելը խոստումը չի կատարել։ Նախ ինչ պայմանավորվածության մասին է դուք թիմի անդամ եք եղել եւ ինչու է Փաշինյանը որոշել, որ չի կարող եւ ասել է օրինակ ինձ կուտեն, չգիտեմ, այսպեսի արտահայտություն։ Ես ճիշտ Ես թվում է վերջին 7 տարիների Ղարաբաղյան հարցի շուրջ բանակցությունների եւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև բանակցությունների վերաբերյալ խոսակցությունները շատ թափանցիկ եւ հրապարակային են եղել, հատկապես վերջին տարիներին այդ մասին ամեն ինչ խոսվել է եւ նաեւ այդ տարիներին մենք գիտենք, որ եղել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բանակցություններ, այդ բանակցությունները առանձնապես արդյունքներ չեն տվել եւ եղել է դրա քննադատություն, եղել է այդ քննադատության որոշակի մասի ընդունում Հայաստանի կառավարության կողմից, բայց նաեւ աշխարհակահաղական իրավիճակի հետ կապված խնդիրները փոխվել են։ Ես չէի ցանկանա այդպես չէի ցանկանա մանրամասնել Ադրբեջանի արտգործնախարարի ասածները, հաշվի առնելով, որ այդ ամեն ինչը հայտնի է մեզ, ձեզ, բանակցությունները 18 թվականից այս կողմ Հայաստանը նաև քննարկումներում ասել է, որ նաև Լեռնային Ղարաբաղը պիտի մասնակցի այն ժամանակ բանակցություններին որպես իր ճակատագրի որոշող։ Ես կարծում եմ, այստեղ ինչ որ նոր ես այդ հարցազրույցը նայել եմ եւ որևէ նոր բան այնտեղ չեմ տեսել։ Ասում է նաև Ադրբեջանը 4 անկլավների մասին։ Բանակցությունները տապալելու եւ իր քայլերով, սադրիչ քայլերով պատերազմը հրահարելու համար եւ Բայրամը փակագծեր է բացում, որ իրենք մի փաստաթուղթ են պատրաստել այդ սադրիչ գործողությունների, որը ներկայացրել են մինչեւ պատերազմը եւ պատերազմից հետո բոլոր արտերկրի դիվանագետներին։ Խոսքը եւ Տոնոյանի նոր պատերազմ, նոր տարածքներ եւ Նիկոլ Փաշինյանի Արցախը, Հայաստանը եւ վերջ հայտարարությունը եւ Լեռնային Ղարաբաղում համահայկական պատմության մեջ առաջին անգամ համահայկական խաղերի անցկացումը եւ Տավուշի
պոլիսյան մարտերը, որտեղ ադրբեջանցի գեներալ սպանվեց եւ հետո Սարդարապատում բավական մեծ շոկով վարչապետը պարգևատրեց բոլոր զինծառայողներին, այս բոլոր հանգամանքները մատնանշելով նշում են, որ ի վերջո այս ամեն ինչը տարավ բանակցային փուլից Փաշինյանի հրաժարվելու եւ պատերազմ հրահրելու։ Սրա հետ դուք համաձայն եք։ Համաձայն չեմ, որովհետեւ Հայաստանը երկեր էր փնտրում հակամարտությունը խաղ կարգավորելու համար, բայց նաեւ ակնհայտ էր, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի եւ բնական է, որ պատերազմի պատրաստվող երկիրը հիմա պետք է այդ որը տարբեր փաստարկներով արդարացնի իր ռազմական գործողությունները, ռազմական ագրեսիան։ Շատ հետաքրքիր զուգադիպությամբ նաև նույն փաստարկներով Հայաստանի Հանրապետությանը մեղադրում էր նաև Ռոբերտ Քոչարյանը իր վերջին տված ասուլիսում։ Այդ զուգադիպությունը եւս եւ Սերժ Սարգսյանը եւս այդ զուգադիպությունը եւս ցանկանում ձեր ուշադրությանը հրավիրել, որ ըստ էության Ադրբեջանի պետական գործիչները, քաղաքական գործիչները եւ Հայաստանի նախկին նախագահները նույն մեղադրանքներն են հնչեցնում Հայաստանի Հանրապետությանը, ինչը չափազանց անընդունել է Հայաստանի Հանրապետությունը կրկնում եմ այդ տարիներին, 2 տարիներին, ըստ էության փորձում էր դուրս գալ այն իրավիճակից, որը չհանգեցնի ռազմական հակամարտության, պատերազմի եւ չի հրաժարվել բանակցությունից, բնականաբար չի հրաժարվել բանակցություններից, ուղղակի նաեւ ակնհայտորեն այդ բանակցությունների բովանդակության համար շատ փոքր տարածք է եղել Հայաստանի Հանրապետության համար, որովհետեւ շուրջ 20 տարի բանակցային այնպիսի ճարտարապետություն հյուսվել եւ Հայաստանում դրա այնպիսի հակառակ պատկերն է ներկայացվել, որ բարդ էր այդ փոքր տարածքի մեջ մանևրել եւ դրան զուգահեռ նաեւ ուժերի բալանսներ կտրուկ փոխվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ինչը բարդացնում էր Հայաստանի։ Ինչի մասին նշվում է եւ Սերժ Սարգսյանը եւ երկրորդ նախագահը։ Ես Հայաստանը փորձել է բանակցել իրավիճակի վերաբերյալ, ինչ մնացած ամեն ինչի մասին, ինչպես նշվել է, դրանք կհրապարակվեն։ Ես չգիտեմ, դա կառավարության տիրույթում է եւ ինչպես խոստացվել է, մինչեւ տարեվերջ կհրապարակվեն։ Բանակցությունները շարունակվել պարոն Խանտանյան, երբ որ պահից դադարեցին բանակցությունները, ինչի մասին խոսում։ Գիտեք, դուք գիտեք բոլոր հանդիպումների մասին այդ ընթացքում ոչ տեղի են ունեցել, այսինքն ամիսամսաթվերով չեմ կարող ասել, բայց 18-19 թվականներին տեղի են ունեցել հանդիպումներ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ այդ բանակցությունները ես օր ամսաթվով չեմ կարող ասել, բայց դե միջև 2020 թվականի միջև պատերազմի սկսվելը ակնհայտորեն կար բանակցային գործընթաց, դրա արդյունավետության մասին արդեն գնահատականները տարբեր են։ Պարոն Խանտանյան, ռոյական կետից եմ սկսում, այդ ժամանակ կաններ էր արդեն բանակցություններ, այլևս Ադրբեջանը որևէ ձևով։ Հայաստանը կրկին նշում եմ, որ տվյալ իրավիճակում բանակցային այդպիսի ժառանգության պայմաններում փորձում էր ելքեր գտնել, որպեսզի բանակցությունները շարունակվեն եւ մեկն է դա, ինքը հասկացել որ որևէ տարբերակ այլևս չկա, պետք է զրոյից սկսել։ Դե ակնհայտորեն այո, որովհետեւ այն կար բանակցային ժառանգություն եւ բանակցային տրամաբանություն, որը վերել եւ կանգնեցրել էին այդ բանակցությունները, ինչպես 18 թվին Սերժ Սարգսյանն էր ասել, եւ բայց դրա զուգահեռ կար նաեւ շատ տարբերվող, կտրուկ տարբերվող հանրային ընկալում եւ Հայաստանի խնդիրներ, որպեսզի այդ բանակցություններն ու հանրային ընկալումները փոքրինչ մոտեցնել իրեն։ Ինչը ստացվեց, որ Նիկոլ Փաշինյանը հանրությանը ներկայացներ, որ այսպիսի առաջարկներ է ներկայացվել, բայց այդ մասին լռել է փաստորեն Փաշինյանը երկար տարիներ։ Այդ մասին շատ է խոսվել, արդեն քանի տարի այդ հարցը տալիս եք, ասում ենք, որ Դրանով կորոշվեր Արցախի ճակատագիրը, ասացիք հայկական կողմը 19-ի նոր առաջարկները, որոնց մասին խոսում են բոլորը, մերժել է հայկական կողմը, թե դրանք քննարկել։ Իրականությունը որտեղ է, գուցե դուք իշխանության տեսակետը ներկայացնեք։ Քննարկվել են իհարկե այդ փաստաթղթերը, բայց արդյունքում որևէ, այսինքն արդյունք չի եղել, այդ իրադարձություններին։ Ես չեմ կարող բան անել, ես չեմ կարծում, որ Հայաստանը մերժման նամակ է ուղարկել։